Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նեանտապանն է։ Եվ այսօր մենք զրուցելու ենք Հրայր Մելքոնյանի հետ, աշխարհաժողով նախաձեռնության անդամ, ով նաև ստեղծագործում է։ Պարոն Մելքոնյանը հեքիաթագիր է։ Ողջույն, պարոն Մելքոնյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Ես գիտեմ, որ ձեր հեքիաթները ուղղված են ոչ միայն մանուկներին, այլ նաև մեծերին։ Դուք կարողանում եք մի հեքիաթի մեջ շատ լուրջ խնդիրներ բարձրացնել, բայց այն լեզվով, որ լեզուն հասկանալի է երեխաների համար։ Եվ ես ձեզ խնդրել եմ այսօր մեզ ներկայացնել ձեր հեքիաթներից մեկը։ Չգիտեմ, որն եք բերել, հիմա դուք կասեք, բայց մենք փորձելու ենք քննարկել ձեր հեքիաթում բարձրացրած խնդիրը։ Դեմ չեք։ Իհարկե ոչ։ Որ հեքիաթն եք բերել։ Բերել եմ Թոր թագավորի հեքիաթը։ Թոր թագավոր։ Թոր թագավորի հեքիաթը։ Մեր աշխարհի մասին է։ Վաղուց, շատ վաղուց, Մասիսի փեշերից մինչև մեծ ծովերը մի մեծ երկիր կար։ Այդ երկրի թագավորներն ու զորականները դյուցազուններ էին, դրա համար էլ երկիրը անվանում էին Քաջանց երկիր։ Քաջանց երկրի թագավորը Թոր թագավորն էր։ Թորը արդարամիտ էր, բարի էր, բայց թշնամիների հանդեպ անողոք էր։ Թորը ագահ թագավոր չէր, ուրիշների նման բարձր հարգեր չէր դրել իր ժողովրդի վրա։ Նրա դրած հարգը 10-անորդ էր, ժողովուրդը դա տալիս էր, համ չէր աղքատանում, համ էլ երգիրներ շենանում։ Այս ամեն լուրերը տարածվում էր աշխարհով մեկ, եւ ամեն տեղից մարդիկ գալիս էին Քաջանց երկրում ապրելու։ Դա դուր չէր գալիս մյուս թագավորներին ու Քաջանց երկրի հետ թշնամանում էին։ Բայց վախենում էին Թոր թագավորի դեմ դուրս գալուց։ Դրա համար թաքուն մի օր երկրի մի ծայրից, մի օր մյուս ծայրից հարձակում, ավերում ու փախչում էին։ Երկիրը մեծ էր, Թորը չէր կարող ամենտեղ բերդ ու պարիսպ սարքել, ամենտեղ զորք ու զորագան թողնել, մոլորվել էր, չգիտեր ինչ աներ։ Խորհրդականներն էլ մի խելքը գլխին բան չէին ասում։ Այս մտքերի մեջ մի օր էլ մի երազ է տեսնում։ Երազում մի հողագործ, ասում է թագավորն ապրած կենա, երկիրը լեռնոտ երկիր է, ամեն սարի վրա, որ չոր խոտ ու փայտ լինի, մի երկու պահնորդ լինի, որ կողմից թշնամին հարձակվի, այդ կողմի սարի վրա կրակ վառեն, կողքիններն էլ կտեսնեն, կրակ կվառեն, շատ արագ կհասնի լուրը քու արքայանիստին, զորքդ կառնես, կգնաս թշնամուն կքշես, կջարդես։ Թորը զարմանում է, թե ոնց այսքան պարզ բանը չի հասկացել, հրաման է տալիս ու դրանից հետո այդպես էլ անում են։ Ճիշտ է, դրանից հետո թշնամիները չէին կարողանում գային հասնեին երկրի խորքերը, բայց էլի հարձակվելուց մի գյուղ, երկու գյուղ ավերում ու փախչում էին։ Թորը սովորություն ուներ իր երկրի գյուղերով, շեներով, քաղաքներով ման գալ, մարդկանց տեսնել, իմանալ նրանց հոգսը, իմանալ ոնց են ապրում։ Մի օր էլ այդպես ման գալուց ձիու վրա աչքը կպչում է։ Ձին սրան տանում է մի ծաղկառատ դաշտ, մեկ էլ գառների մայունից ու ինչ-որ աղջկա ձայնից աչքը բացում է։ Աչքը բացում տեսնում է մի փոքրիկ աղբյուրի մոտ է, զորակից էլ լսվում է գառների մայուն։ Նայում տեսնում է մի հուրի հրեղեն աղջիկ, այնքան սիրուն, որ չուտես, չխմես, նայես ու հիանաս, գառներն է արածացնում ու գառները բերում, հասցնում է աղբյուրին, հենց հասցնում է աղբյուրին, գառները լցվում են ավազանն ու կորչում են, հետևից էլ աղջիկը։ Թորը իջնում է ձիուց, մոտենում է, մտնում է ավազանը, տեսնում է ծնգաչափ ջուր է, տակն է թզաչափ տիղմ, զարմանում է, ասում է երևի տեսիլք էր աչքի սերևաց։
բայց այդ աղջկա պատկերը մնում է սրտում, էլ չի մոռանում։ Հետ է գալիս պալատ, լսում է, որ թշնամին Արաֆի ավազուտների կողմից հարձակվել է, զորքն առած գնում է։ Մինչև հասնում է, թշնամին փախչում է, բայց հասցնում է մի գյուղ ավերել։ Թորը իր զորքով մտնում է թշնամու երգիր, նրանց զորքերին ջարդում է, բայց նրանք հասցնում են ավարն ու գերիներին իրենց երկրի խորքերում թաքցնել պահել։ Թշնամու զորքերին ջարդելուց հետո հետ է գալիս, հասնում է այդ ավերված շենին, այնտեղ տեսնում են ճամփի կողքին մի ծերունու նստած։ Բանորդները գալիս ասում են, թագավորը հաղթական արշավից վերադառնում է, ոտքի կանգնիր։ Ծերունին ասում է, ես պարտված է առաջ ոտքի չեմ կանգնի։ Տանում են թագավորի մոտ, ծերունին ասում է, թագավոր, դու քո մեծ երկրի ես փոքրիկ անկյունը պարտվել ես, տես ավերված է, ինչու պիտի ոտքի կանգնեմ։ Թագավորը մտածում է, որ ծերունին ճիշտ է ասում, հարցնում է, ասում է, ինչ ունես։ Ասում է, տղա ունեի, ինձ ու աղջկաս պաշտպանելու համար զոհվեց, աղջիկ ունեի, փախցրին տարան, տուն ունեի, վառեցին, հիմա ոչինչ չունեմ։ Թագավորն ասում է, ես քո աղջկան կենդանի կամ մեռած, քեզ հետ կբերեմ, ձեր գյուղն էլ իմ գանձարանի հաշվին կսարքեմ։ Ու հրաման է տալիս, զորքի գլուխը շուռ է տալիս դեպի թշնամու երգիր։ Գնում են, մութն ընկնում է, գիշերակացի հրաման է տալիս, ինքն էլ քնում է։ Ու մի զարմանալի երազ է տեսնում։ Երազում տեսնում է, որ ծիծեռնակների երամի վրա ուրուրը հարձակվեց։ Մեկին ճանկեց, բայց մյուսները չփախան, նետի նման հարձակվեցին, շրջապատեցին ուրուրին, ուրուրի հետ իջան գետին։ Մի քիչ հետո ծիծեռնակները թռան գնացին, ուրուրը մնաց։ Ու չի թռչում։ Ուրիշ ուրուրներ գալիս են, իջնում են սրա կողքը, նայում են, պտտվում են, թռնում գնում են, սա էլի մնում է։ Մոտենում տեսնում է ուրուրը կուրացել է։ Արթնանում է զարմացած, մտածում է, թե ծիծեռնակները ոնց կարող էին ուրուրին հաղթել, նորից քնում է։ Քնում ես անգամ աչքին գալիս է տեսիլքի տեսած աղջիկը։ Գալիս է ձեռքին մի սպիտակ շապավեն, մի հատ էլ սև։ Սպիտակով իր աչքերն է կապում, սևով թորի։ Թորը արթնանում, կանչում է խորհրդականին, ասում է, այսպես երազ եմ տեսել, այդ ինչ է նշանակում։ Խորհրդականն ասում է, չգիտեմ, առավոտ է երազահանների կանչեմ, հարցնենք։ Ասում է, չէ, առավոտ է երազահանների մի կանչի, են ավերված շենի մոտ տեսած ծերունուն կանչի։ Առավոտը մինչև թագավորը արթնանում է, ծերունին պալատում է լինում։ Ու հարցնում է, ասում է, հալիվոր, դու են անգամ շատ բան ուզում էիր ասել, բայց քիչն ասեցիր, խոսիր։ Ասում է, ինչ խոսեմ, թագավոր։ Երկիրը տուն է, թագավորն էլ տանտեր։ Լավ տանտիրոջ տունը, ոչ թշնամին, ոչ դևն ու հրեշը, ոչ ջրհեղեղը, ոչ էլ շանթը չեն ավերի։ Զարմացած թագավորն ասում է, հալիվոր, որ դու ելներ թագավորը թշնամին չէր գալու այդ գյուղն ավերեր։ Ասում է, թագավորն ապրած կենա, դու այսօր գիշեր երազ ես տեսել։ Այդ հարցիդ պատասխանը ծիծառները տվել են, ուրուրներն էլ տարել են աշխարհով մեկ։ Թագավորը զարմացած ասում է, հալիվոր, դու ինչ գիտես իմ տեսած երազը։ Ասում է, գիտեմ, սպիտակ ու սև ժապավեններով երազել ես տեսել։ Այդ սև ժապավենը, որ տեսել ես, դա մեղքի հատուցումն է, սպիտակն էլ արդարության նշանն է։ Մեղքն էլ մեղավորը պիտի հատուցի։ Ասում է, ասածը պարզ է, բայց հասկանալը դժվար, մեկնիր հասկանամ։ Ասում է, դու ասեցիր գյուղը կսարքեմ, դու ես ավերել, որ սարքես, ավերողը պիտի սարքի, մեղքի հատուցումը դա է։ Հիմի ասում է, զորքիդ հրաման տուր, թող գնան,
թշնամու երկրի զորագաններին բռնեն, շղթայեն, բերեն։ Նրանք պիտի իրենց մեջքին քար կրելով սարքեն այդ ավերվածը։ Դա է արդար հատուցումը։ Իսկ դու պիտի սովորես թագավոր դառնալ։ Ասում է հալիվոր է, ինչպես պիտի սովորեմ, ես արդեն թագավոր եմ։ Չէ, ասում է։ Տեսիլ քեզ տեսել ծաղկունյաց աշխարհում, գնա այդ աղբյուրի մոտ, այնտեղ հովվի հանդերձ ու գավազան կա։ Կհակնես, մնացածը կիմանաս։ Թագավորը տեսնում է, որ այս ծերունին ամեն ինչ գիտի, իր կյանքում ինչ է լինում։ Հասկանում է, որ պետք է անի։ Զորքին հրաման է տալիս, որ մտնեն թշնամու երկիր, ասում է, ով կռվի, զոհվի իր բախտն է, մնացածը պիտի շղթայակապ կանեստեղ։ Կբերեք, ես էլ մինչև այդ կհասնեմ։ Ինքն էլ ձի ու գլուխը շուռ է տալիս դեպի ծաղկունյաց աշխարհ, գնում հասնում է աղբյուրին։ Գնում հասնում է, տեսնում է իսկապես այնտեղ խովվի հանդերձ ու գավազան է դրած։ Իր արքայական շորերը հանում, իր զենք ու զրահը դնում է այդտեղ, հագնում է սա ու սպասում է։ Մեկ էլ աղբյուրի ջուրը ալիքվում, մշուշվում ու մշուշի միջից գառների փոքրիկ հոտ է դուրս գալիս ու հետևից ձայն է լսում։ Ձայնն ասում է նա ձեզ կսիրի, կպահպանի, երեկոյան էլ հետ կբերի, գնացեք։ Հասկանում է, որ դա էլ գառնարած աղջկա ձայնն է։ Գառներին առաջնանում, տանում է, որ մի լավ արոտավայր գտնի։ Տանում է, արածեցնում է, երեկոյան հետ բերելուց գայլերի ոհմակը հարձակվում է վրան։ Հարձակվում է, դե դյուցազուն մարդ գավազանն էլ ծեղը մտածում է գայլերն ինձ ինչ պիտի անեն։ Որ գայլին խփում է, գլուխը փշրում է, բայց գայլերը շատ են։ Մեկը հոտի մի կողմից է արձակվում, մեկը մյուս կողմից է արձակվում, մի գայլին ինքը ջարդում է, մյուսը գառը փախցնում, 7 գառ կորցնում է։ Մնացածներին բերում հասցնում է, գառները լցվում են աղբյուրի ավազանը, կորչում են, նայում տեսնում է հալիվորը ժայռաբեկորին նստած է։ Պատմում է ինչ եղավ, հալիվորն ասում է հիմա ինչ ես զգում, ասում է ամոթ եմ զգում, ասում է ինչից ես ամաչում, ասում է ձայնը ասեց, որ ես կսիրեմ ու կպահպանեմ իրենց գառներին, բայց ես չկարողացա, դրանից եմ ամաչում։ Ասում է, որ ամաչում ես, ուրեմն կարող ես սովորել, ուրեմն իզուր չես եկել, շարունակի ու անհետանում է ծերունին։ Առավոտը նորից գառների հոտը ավազանից դուրս է գալիս, բայց այս անգամ գառների մեջ 7 կեռ եղջյուրներով խոյեր։ Նորից տանում է արոտ, հետ գալուց նորից գայլերը հարձակվում են։ Այս անգամ ինքը մի կողմից գայլին խփում է, մյուս կողմից եկող գայլերի վրա հարձակվում են խոյերը, խոյահարում են։ Շուռ է գալիս, նորից է գայլերին խփում ու կարողանում են հոտը պահպանել։ Ուրախ հասցնում է աղբյուրին, խոյերի ճակատն էլ համբուրում ու հոտը մտնում է ավազան։ Նորից հալիվորը հայտնվում է, սա պատմում է ինչ եղավ, ասում է տեսածիցդ ինչ հասկացար, ասում է հասկացա, որ խոյը իր հոտը, իր տունն է պաշտպանում, հասկացա, որ նրանից լավ պաշտպանող չկա, ասում է լավ է, որ այդքանը հասկացար, մնա շարունակի տեսնենք։ Հաջորդ օրը գառները դուրս են գալիս, բայց խոյերը 7 հատ չեն, 3 հատ են։ Մի քիչ անհանգիստ է լինում, բայց նորից տանում է արոտ։ Երբ երեկոյան գայլերը հարձակվում են, մի զարմանալի բան է լինում։ Հոտի միջի արու գառները, որոնց եղջյուրները նոր են սկսել դուրս գալ, հավաքվում են խոյերի հետ ու կարկուտի նման վրա են տալիս գայլերին։ Գայլերը չեն էլ հասցնում աչք թարթել, ամեն կողմից կարկուտի նման այս փոքր արու գառները խոյերի հետ հարձակվում են։
թորը նույնիսկ չի հասցնում իր գավազանը օգտագործել։ Գայլերը փախչում են, սա հոտը հետ է բերում, պատմում է հալիվորին, ասում է լավ, էդ էլ տեսար, հիմա ինչ հասկացար, ասում է հասկացա, որ ամեն ծնվող շինարար լինելուց, հողագործ լինելուց, ոսկերիչ լինելուց առաջ տղամարդ է, ամեն գառ, արու գառ, որ ծնվում է, խոյ է, հասկացա, որ էդ պիտի դառնա, նոր դրանից հետո ինչ որ ուրիշ բան, ասում է, որ էդ հասկացար, ինչ ես անելու, ասում է, գնալու եմ, հրաման գրեմ, իմ զորականներից ում տարիքը մեծանում է, շեներում տուն դառնա, զորական գործի դպրանոց բացի, որ ինչքան տղա ծնվում է իմ երկրում, բոլորը սուր ու վահան բանեցնել իմանան, բոլորը զորական լինեն, բոլորը տուն պահող դառնան, ասում է լավ է, որ այդքանը հասկացար, հիմա ինձ ասում է կասես, թե այն ծիծեռնակների ու ուրուրի կռիվն ինչ էր, ասում է չէ, այդ մասին չեմ մտածել, ասում է դե ուրեմն այսօր էլ կմնաս, կտեսնենք, բայց ասում է այսօր գիշեր կարևոր գիշեր է, ամեն 1000 տարին մեկ քաջանց աստղը բարձրանում թամբում է լուսնին, այսօր այդ գիշերն է, ուղիղ կես գիշերին այդ պատկերը կտեսնես, կմտնես աղբյուրի մեջ, 3 բուղ ջուր կխմես, քո զենք ու զրահը քո ծինել կմտցնես աղբյուրի ավազանը, դուրս կգաս, թրից զորությունն ու բասկիտ ուժես ժայռի վրա կստուգես ու ծերունին նորից անհայտանում է իր սովորությամբ, կես գիշերին երկնքում տեսնում է կապույտ պայծառ աստղ եկավ, նստեց լուսնի եղջյուրին, այդ պահին մտնում է աղբյուր, տեսնում է աղբյուրը այն իր իմացած ծնգաչափ ջրով ավազանը չի, անհատակ է, ջուր է խմում, լողանում է, իր ձին ու զենքերն էլ է մտցնում, դուրս է գալիս, թրով խփում է, ժայռը կիսում է, զարմանում է իր բասկի ուժից ու թրի սրությունից, նստում ժայռին սպասում է լույսը բացվելուն, որ հոտը տանի, բայց այս անգամ ասում է չէ, այն մշուշը որ գալիս է, աղջիկը դրա մեջ է, հոտն էլ է դրա մեջ, պիտի մտնեմ տեսնեմ, հենց ալիքվում է ջուրը ու մշուշը շրջապատում է ավազանը, թոռը մտնում է մշուշի մեջ, ներսում մշուշ չկա, մեծ սրահ է, աղջիկն է, գառներն են, բռնում է աղջկա ծառը, աղջիկն ասում է չես տեսնում, գառնակեր հրեշը ուզում է գառնուկներ փախցնի, թող ինձ, սա տեսնում է գայլի երախով, արծվի մագիլներով, սրահապատ, չղջիկի թևերով մի անճոռնի արարած, թուրը հանում հարձակվում է, երկար են կռվում, իր խփելուց հետո նրա վերքերն առողջանում են, իր վերքերը մնում են, տեսնում է ուժասպառվում է, հետևից ձայն է լսում թևերը, խփում թևերը կտրում է, հրեշը ընկնում է գետին, իր միջի կրակից վառվում մի բուռ մոխիր է մնում, նորից աղջկա ձեռքը բռնում է, ասում է որտեղ ես այնտեղ դու պիտի հետս գաս, ասում է ես երազների աշխարհից եմ, ոնց կամ ես մարմին չունեմ, ասում է բա ոնց պիտի լինի, ասում է հալիվորը պիտի ինձ մարմին տա, եթե այսօր գառները կտանես, եթե ամեն ինչ իր սրտով լինի, խնդրանքդ գուցե չմերժի, սա գառները տանում է արոտ, հետ է գալիս, առանց որևէ արկածների, տեսնում է հալիվորն այդտեղը, պատմում է հրեշի հետ կռիվը, ասում է այդ կռվից ինչ հասկացար, ասում է հասկացա, որ ամեն թշնամի օգնականներ ունի, թևեր այդ օգնականներն են, եթե թշնամուն մենակ թողեցիր, կհաղթես, ասում է ապրես, լավ ես հասկացել,
Ասում է այն ուրուրների ու ծիծառների կռվից ինչ հասկացար։ Ասում է այդտեղից էլ հասկացա, որ եթե բոլորն իրար հետ են, մի ուրուր չէ 10 էլ լինեն, ոչինչ չեն կարող անել, բայց ասում է այնտեղ ավելի կարևոր բան հասկացա, ասում է այդ ինչ է, ասում է կուրացած ուրուրը փրկեց աշխարհի բոլոր ծիծառներին, ասում է այդ ոնց, ասում է այդ լուրը եկան, տեսան, բոլոր ուրուրները իրար ասեցին ու հիմա բոլոր ուրուրները աշխարհում գիտեն, որ ծիծառի վրա հարձակվել չի կարելի։ Ասում է իսկ հիմի որ մարդավարի ասես ասածդ, ասում է մարդավարին էլ են կլնի, որ լուրը հավլունի թրի զորություն ունի, իսկ միտքը որ մցրիր մարդու գլուխը, մեռնելուց էլ դուրս չի գա, այդ հասկացա, ասում է ապրես ուրեմն դու կարաս լինես արդեն թագավոր, բայց ասում է ես տեսնում եմ, որ դու խնդրանք ունես չես ասում, դա էլ է թագավորի վայել, ասա, ասում է ուզում եմ, այս աղբյուրի աղջիկը ինձ հետ գա, ասում է նա էլ է ուզում, ես ասում է երազների աշխարհի թագավորն եմ, նա էլ իմ ամենագեղեցիկ երազն է, բայց ցանկացել է քո աշխարհում ապրել, ես նրան մարմին կտամ, բայց անելիքը տանելուց հետո, երբ որ այն ավերված շենը կսարքվի, հետ կգաս, աղջիկը սովորականի պես դուրս կգա նրան, քո ձեռքով մի բուռ ջուր կտաս, նա մարմին կառնի, թոռը շնորհակալ է լինում, հեզնում է զինվոր գնա իր հաղթական զորքին ընդառաջ, ուսին մի արտույտ է նստում ու աղջկա ձայնով ասում չուշանաս, սպասում եմ, թոռը նայում է արտուտիկին ու ասում կգամ, սպասիր, ու նրանք կհասնեն իրենց երազանքին, դուք էլ հասնեք ձեր երազներին։ Հետաքրքիր հեքիաթ էր, ինչի էր անունը թոռ թագավորի։ Որովհետև տարիների ընթացքում նրանք ովքեր անցել են, արել են ինչ-որ բաներ ճիշտ, սխալ, ճիշտ է այն էր, ինչ պիտի անեին, սխալն այն էր, ինչ դարձել է արդյունք և այսօր մենք դրա մեջ ենք ապրում, իսկ թոռը նա է, ով պիտի գա և այդ սխալները սրբագրի, այսինքն պապերի և հայրերի չարածը թոռը պիտի անի, պապերի և հայրերի սխալները թոռը պիտի սրբագրի, ամբողջ ծանրությունը, որ թողնվում է, թոռի ուսին է թողնվում, դրա համար այսօրվա պապերն ու հայրերը պիտի մտածեն, վաղվա թոռների վրա մեծ ծանրություն չթողնեն։ Ասում են, դասը կրկնվում է այնքան, մինչև այն չես յուրացնում, սխալը կրկնվում է այնքան, դու նույն սխալն ես կատարում, մինչև քո սխալը չես գիտակցում և չես ուղում։ Ծանոթ է երևի այդ միտքը ձեզ, որ դասներ, որ դուք ուզեցիք երեխայի միջոցով, երեխային ասել, մեծերին ասել, ձեր հեքիաթի հիմնական առակը ինչ կցուցանե։ Ուրեմն այս հեքիաթի մեջ մի առակ չի, հիմնական առակ է, որ կառավարիչը պիտի ագահ չլինի, մի առակ է, տես թագավորը արդարություն էր դրել, դրա համար ուրիշ տեղերից գալիս էին, որ այստեղ ապրեին, դա մի առակ է, ասվեց, երկրորդը ապահովության խնդիրը, երկրում, եթե ժողովուրդը չսիրեց, մեկ-մեկու չսիրեց իր թագավորին, չի դառնա բռունցք, սա մյուս առակն է, այսինքն ամեն մի ծնվողը պետք է լինի խոյ, սա մյուս առակն է, և Այսինքն ինքը խոյ է, ի սկզբանե, բայց ինքը չի գիտակցում, որ ինքը խոյ է, ինքը գառ է, իրեն պիտի դարձնես խոյ, ինքը չի դառնա խոյ ինքն իրան, պետք է դարձնես այո, խոյ, սրա հիմնական
Իսկ ավելի հիմնականը ինչն է, խորքային, որ ես չեմ ասում, բայց ընթերցողը ենթագիտակցորեն դա հասկանում է, ամեն իշխանություն ձևավորում է իր ժողովրդին, կրթում է իր ժողովրդին, կկրթի զինվոր որպես, կկրթի հաղթող որպես, կդառնա այդ ժողովուրդը այդպիսին, կկրթի որպես նվաստացող, ստրկացող, վախեցող, կդառնա այդպիսին։ Հեքիաթի իմաստը դա է, կրթիր դարձրու խոյ, մի թող մնան գառներ, որտև գառին ուտում են։ Գառի ճակատագիրը ուտվելն է։ Ինչպիսին է ձեր թագավորը, այդ կերպարը։ Նա Ամենասկզբից նա խորհուրդ հարցրեց եւ հետևեց այդ խորհրդին։ ուրեմն թագավորը իմաստնությունը լսող էր, թագավորը հասկանում էր, որ ինքը պիտի սովորի, որ ինքը պիտի սիրի իր ժողովրդին, որովհետև տեսեք հեքիաթի մեջ ձայնը ասեց, նա գառներին, որ ուղարկեց, ասեց, նա ձեզ կսիրի ու կպահպանի, թոռը դա լսեց և չկարողացավ պահպանել, նա ամոթ էր զգում, նա ամոթից մեռնում էր, այսինքն թագավորը պիտի լինի ինչպես հովիվը հոտի համար, ինչպես հոգևոր հովիվը, ինչպես իսկական հովիվը պիտի լինի, և հեքիաթի մեջ հալիվորն էլ է ասում է Երգիրը տուն է, թագավորը տանտեր, լավ տանտիրոջ տունը ոչ մեկը չի կարող քանդել, իսկ լավ տանտիրոջ տունը որ տունն է, որը սիրով է մնում, եթե տան մեջ սեր ու հարգանք չեղավ այդ տունը քանդվելու է, ով ուզում է սեղի, տան տանիքն էլ ոսկուց սարքես քանդվելու է, սերն է պահում տունը, հարգանքն է պահում, այսինքն այս հեքիաթի մեջ ասվում է թագավորը, տանտերը պիտի սիրի տան միջիններին, մի երեխեն կարող է պարսատիկով շուշա ջարդի մեկը լավ սովորող լինի, բայց դու երկուսին էլ պիտի սիրես, երկուսին էլ քոնն են, դա է տանտերը, հեքիաթը, այս հեքիաթի մեջ շատ բան կա ասվող, և երբ որ այս հեքիաթը տարբեր դպրոցներում լսում են, եղել են դեպքեր, որ ինձ էլ են հրավիրել, ես էլ եմ գնացել, ես տեսել եմ, որ երեխաները այս հեքիաթից ավելի շատ են հասկանում, քան մեծերը, երեխաները ավելի շատ են զգում, ավելի շուտ են զգում, և դրա համար ես կարծում եմ, որ խնդիրը իմ հեքիաթները չի, մեր հեքիաթները հայկական, որոնց մեջ տողատակերում այդ ամբողջ իմաստնությունները տրված են, պիտի մատուցվեն մեր կրտսերներին, որ նրանք սովորեն սիրել, հասկանան, որ երկիրը իսկապես տուն է, իսկ տունը սիրով է կանգուն։ Շնորհակալ եմ, Գովազդ հայտարարենք եթերում, շարունակենք մեր զրույցը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա, այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են, այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն և անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող և փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական և հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ և ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք և բացահայտեք նորարարության, փորձագիտության և կարեկցանքի կատարյալ համադրությունը։
Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ձրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, մենք զրուցում ենք Հրայր Մելքոնյանի հետ, Հրայր Մելքոնյանը ներկայացրեց մեզ իր հեքիաթներից մեկը Թոր թագավորի մասին եւ պարոն Մելքոնյան այսպեսի հարց Իրանում այն ինչ որ տեղի է ունենում այսօր այդ պատերազմը եւ տեղի է ունենում սկսած փետրվարի 28-ից ճիշտ է ինչ որ զուգահեռներ հնարավոր է անցկացնել այն գաղափարների միջև ինչ դուք եք այժմ ներկայացնում ես այսպես տեսա որ 22 թվականին եք գրել ոնց որ թե այս հեքիաթը որը պատմեցիք իսկ պատերազմը իրանական այսօր է ինչ զուգահեռներ մենք տեսանք կարող ենք տեսնել անցկացնել ինչն է յուրահատուկ Իրանի ինքնապաշտպանության մեջ Միայն Իրանի չէ, մենք այստեղ ուրիշ բաներ տեսանք։ Մենք տեսանք արաբական աշխարհի երկրները, որ նավթ ունեն, իրենց անվտանգությունը կապել էին աշխարհի ամենահզոր ռազմական ուժի Ամերիկայի հետ։ Նրանց եւ նավթահանքերը եւ գործարանները ավերվեց։ Իրանը իր անվտանգությունը, իր հույսը կապել էր իր ժողովրդի հետ։ Այսինքն, ինչպես է հեքիաթում կառները, որ խոյեր դարձան ու իրենք են պաշտպանում հոտը, իրենք են պաշտպանում իրենց շենն ու գյուղը, Իրանի ժողովուրդը հենց այդ խոյ դարձած կառներն էին, բոլորը,
ներքին համերաշխությամբ բոլորը կանգնեցին, իսկ երբ որ բոլորը կանգնում են, արդեն նրանք դառնում են անհաղթահարելի։ Արաբական երկրները հույսը տրեցին ուրուրի վրա, եւ ծիծառները քանդեցին, կուրացրին, եւ եթե կրկնվի, կլինի նույնը։ Այսինքն համազգային համերաշխության պայմաններում հզորությունը աստիճաններով է, անվտանգությունը աստիճաններով է բարձրանում եւ ապահովվում։ Իրանական, Իրանա-ամերիկյան այս ընդհարումը դա ցույց տվեց։ Այս հեքիաթը ինչը որ գրված էր, այնտեղ եղավ։ Զուգահեռ ոչ թե Բրիտանիայում զուգահեռը գրած էր։ Այսինքն, այսպես ասենք, այստեղ նկարագրված է այն, ինչը Իրանի ինքնապաշտպանության հիմքում է դրված։ Այո, լրիվ նկարագրված է այդ մոդելը։ Եվ այդ մոդելը մեր ազգ, բանակ, հայեցակարգային մոդելն է նաև։ Այսինքն, ոչ թե դու հույսը տնում ես 1-2 պրոֆեսիոնալի վրա կամ թեկուզ 1000 պրոֆեսիոնալի վրա, այո, այդ պրոֆեսիոնալը պետք է, այդ պրոֆեսիոնալը ողնաշարն է, բայց ամբողջ կառույցը մնացածներն են, այսինքն նրանք հենց այդպես էլ ասվում է, որ ամեն երեխա մինչև շինական, բժիշկ, ոսկերիչ դառնալը նա պետք է դառնա զորական, ոչ թե գնա բանակ եւ սովորի կրակել, այլ իր հոգով, իր էությամբ դառնա զորական։ Խնդիրը հենց դրա մեջ է, հոգու մեջ է, էության մեջ է։ Այսինքն ամեն մեկը իրան պետքա զգա, որ ինքը այն միակն է, որը պետքա։ Այն միակն է, առանց որի ոչինչ չի լինի։ Բայց նրանք հզոր թիկունք ունեն իդեմս իրենց ղեկավարների, անգամ մեկ ղեկավար չի այնտեղ ոնց որ թե դու գնում ես առաջ, բայց չէ որ նա էլ կար իր գավազանը ձեռքին, նա չթողեց իր այդ արու գառներին եւ խոյերին միայնակ պայքարեն գայլերի դիմաց։ Պետությունը ինչի համար է։ Իմ հարցը սենց դա է, պետության դերը այս պատմության մեջ։ Ուրեմն պետությունը ուղղորդողն է, պետությունը առաջնորդողն է, բայց պետությունը կարող է առաջնորդել այն դեպքում, երբ որ թագավորը թորն է, ժողովուրդն էլ այդ խոյերն են։ Մնացած այսինքն վերևից ներքև պիտի լինի այդ համերաշխությունը։ Սա մեկ, սա ամենակարևորը։ Երկրորդը, պետությունը ինքն է գառին դարձնում խոյ։ Պետությունը կարող է գառին դարձնել խոյ, կարող է դարձնել մսացու ոչխար։ Նայած ինչ է դարձնում, ես ամենասկզբում ասեցի, իշխանությունը ձևավորում է հասարակության կերպը, պատկերը։ Իշխանությունը կարող է դարձնել բոլորին քաշնազար, էգոիստ, սեփական եսի մեջ պարփակված կենսաբանական էակներ, կամ կարող է բոլորից կերտել Սասունցի Դավիթ ու Վարդան Մամիկոնյան։ Նայած ինչ է սովորացնում, նայած ինչն է նպատակդ։ Ինչն է հայկականության հիմքը։ Եկեք հիմքերին նայենք, հիմքից ինչ է բխում։ Այդ մտածելակերպը չէ, որ շատերը ասում են, այո, մենք այսօր ենք ապրում, ժամանակակից աշխարհում ենք ապրում, բայց հիմքերը գծված են դեռ մեր մշակույթի մեջ, մեր սովորությունների մեջ, մեր մտածելակերպի մեջ։ Ուրեմն հիմքերը մենք չպետք է մոռանանք։ 1000 տարի մենք չենք ունեցել պետականություն եւ տարբեր պետությունների նվաճողների իշխանության տակ ապրելով անընդհատ մեզ ներարկել են լսող լինել, խելոք լինել, ենթարկվող լինել, պահպանել սեփական կյանքը եւ պահպանել սեփական եսը դարձել է գերարժեք եւ արդեն հողը արժեք չի,
1000 տարի այդպես ներարկել են, մյուս Այսինքն բաներ կարող ես թողնել գնալ ուրիշ տեղ ապրել։ կարող ես թողնել գնալ, ինչա պատահել։ Այսինքն ներարկվել է դա, հիմա դա պետք է հանվի։ Իսկ ինչպես պետք է հանվի։ Խոչես փագելու սահման ասես մի գնա։ Ոչ, այդպես չի հանվում։ Մանկապարտեզից ներարկվում է, որ սա բարձրագույն արժեքն է։ Մանկապարտեզից ներարկվում է, որ դու հավերժի մեջ ես, հոգևոր ես։ Այդ մարմինը ժամանակավոր մի բան է, մանկապարտեզից է ներարկվում։ Եթե սկսես ներարկել, որ քո երազանքը, քո նպատակը լավ հարուստ ապրելն է, դու կունենաս եսասերների մի ամբողջ բազմություն, ոչ թե ազգ, որոնցից ամեն մեկը մտածում է իր եսի մասին, իր կրպանի մասին եւ իր մյուս կարիքների մասին։ Դա ժամանակին բնորոշ վիճակ չէ։ Ոչ, ժամանակին բնորոշ վիճակ չի։ Դա ներկայացվում է ժամանակին բնորոշ վիճակ։ Մենք մեր սերունդը տեսավ տարբեր երկրներ, տարբեր հասարակարգեր, որոնք իրարից շատ հեռու չեն։ Այնց որ 40 տարի առաջվա մարդը եւ 40 տարի հետոյի մարդը դա նախնադարյան մարդը եւ ֆեոդալիզմի ժամանակի մարդը չեն, որ ասենք թե այսքան 100,000 տարիներ են անցել։ Դա նույն մարդիկ են, նույն մարդկանց երեխեքն են։ Մենք չպետք է մոռանանք, որ ինչպես կարդում են, այդպեսին դառնում ես։ Եթե քեզ սովորեցնում են, որ դու Արարատից իջած մարդկային քաղաքակրթությունը քո սուրբ հողից ստեղծված այդ մարդն ես, այդ տեսակն ես, դու արդեն սկսում ես դա հիշել, ապրել դրանով։ Եթե դու ասում ես, որ քեզ հզորները, մենք խելոք լինենք, մեզ հզորները տիրություն կանեն, ոնց որ արաբներին տիրություն արեցին։ Մի շատ հետաքրքիր ծաղրանկար կար, կարգ էր նկարած, արաբը այսպես նստած բանով են կողքից այդ դոլարները գալիս, հետևը զինվորներ են, օտար զինվորներ, ու մեկ էլ գալիս են ռակետները, սոդար զինվորները փախչում են, կարգ պայթում է, պաշտպանող չկա, և այս մարդը նորից սենց մնում է արդեն գետնի վրա։ Առակը ինչ կցուցանե։ Առակը կցուցանե, որ ինքդ ես քո գլխի տերը, ինքդ պիտի քո կնոջը, քո երեխային, քո հարևանին, քո հողը, քո երկինքը։ Դուք ասում եք ամեն ինչից փակվիր, դուք քո նպաշտպանիր։ Այ ոնց անցնենք այդ եսի եւ մենքի եսից դեպի մենք։ Այ որ ես ասում եմ դու ինքդ պաշտպանիր, ես այդ ինքդ պաշտպանիրը երկիրդ նկատի ունեմ, ոչ թե տանը չեմը, երկիրդ նկատի ունեմ, այսինքն մարդուն պետք է դաստիարակեն, որ ինքը այս ամբողջ համակարգի, հայկական համակարգի ամենակարևոր մասն է, ամեն մեկը իրեն պետք է համարի հայկական համակարգի մաս։ Նորից վերադարձնեմ իմ հարցին, ինչպես այդ եսից, եսը զգա, որ ինքը մենքի մաս է, մեզ մոտ այդ երևի թե այդ դրա վրա պետք է մի քիչ մտածենք, թե ինչպես է պատահել, որ այդ մենքը, այդ պարակտվածության մասին եք դուք խոսում, մենքը պարակտվում է եւ բաժանվում է տարբեր եսերի, եւ եսերը ամենքը իր տունն է պաշտպանում, իր ընտանիքն է պաշտպանում, իր կենսական խնդիրներն է լուծում եւ երբ որ ընդհանուր է խնդիրը լինում, նա իր այս փոքրիկ ընտանիքը, իր եսը տանում է լրիվ ուրիշ տեղ, ոչ թե մտնում է այդ մենքի տրամաբանության մեջ։ Ուրեմն ես նորից ասեմ, դա կրթության համակարգ է, մանկապարտեզից դպրոցից կրթության համակարգ է։ Հիշում եք սովետական միությունում
կար հոկտեմբերի պիոներ, շարում էին երեխեքին, ասում էին հայրենիքի պաշտպանության գործին եղիր պատրաստ, երեխան էլ ասում էր միշտ պատրաստ, բայց այդ երեխան, հայ երեխան, խո չէր մտածում, թե Սիբիրն է իր հայրենիքը, նրա գլխի մեջ Հայաստանն էր, և աճեց այդ սերունդը, որ պատրաստ էր իր հայրենիքը պաշտպանելու, այսինքն, այս որ ես և այդ ժամանակ եսը չէր, այդ ամեն մի երեխան մենքի մաս էր, ու ինքը տեսնում էր, որ այդ միշտ պատրաստը մենակ ինքը չի, բոլորն են, ու ինքը իր մեջ ուժ էր զգում, ինքը իր մեջ հզորություն էր զգում, դաստիարակության, ես չեմ ասում, թե վերցնել և նույն պիոներական վսկապը կապել, ոչ, սա էլ քո հայկական վսկապը կապի, քո հայկական բառը ասա, քո հայկական բանը ցույց տուր և սովորացրու, որ այդ երեխան նրա հարստությունը այդ հողն է, որ նրա մեջ ինքը անպարտելի է, որ ուրիշ տեղ ինքը վտանգված է, որ առանց այդ լեզվի ինքը պարզապես կենսաբանական օբյեկտ է, որը հող է դառնալու, իսկ այդ լեզվով և այդ հողի վրա ինքը հավերժի մեջ է, մարդը դու պետությունը պետք է հիշի մի բան, եթե մարդու հոգևոր բաղադրիչը պուճուր անումը ինքը թուլացել է, այսինքն որպեսզի հզորանա պետությունը հոգևոր բաղադրիչը պիտի մեծացնի, մարդը պիտի հավատա, որ ինքը հոգի ունի, անհավատների և նախանձների բանակ չի լինում, դուք լսել եք նախանձ մարդկանց բանակ, անհավատ մարդկանց բանակ, չկա այդպիսի բան, չի եղել և չի լինելու, Անձնուրացության հարցն է այստեղ բարձր։ Գիտեք, մարդը եթե չհավատա, որ ինքը հավերժի մարդ է, ինչի պիտի գնա զոհվի, իսկ եթե մարդը ինքը հավատում է հոգու, հավատում է Աստծու, հավատում է հավերժության, իսկ այդ հավատը հանել են, չկա, կարող է ասենք, թե 100-ից 5 հոգի լինի, այդ հավատը, այդ ամեն ինչը պետքա նույն պետությունը պետքա սատարի դրա վերականգնմանն է, մտավորականությունը չպետք է ասի էսի ճիշտ է թե սուտ, որտեղ ինքը չի կարող որոշել դա ճիշտ է թե սուտ, այսօրվա ես չեմ ասում փիլիսոփաները բոլորն էլ չունեն այդ զարգացածության չափը, որ ասեն սա կա թե սա չկա, ամբողջը ենթադրության վրա է, ամբողջը հավատի վրա է, բայց եթե մեր պապերը հավատացել են ու դրանով եղել են հզոր, ու դրանով ծիրավի ճակատամարտ են հաղթել, եթե չհավատային չէին հաղթի, ու դրանով ուրիշ բաներ են հաղթել, հաղթարել ու անցել, ապա չպիտի սերունդների միջից դա հանես, թե զարգացումը դա է, ոչ, զարգացումը, այդ որ ասում են զարգացում, դարձնում են մեղուների ընտանիք, որտեղ դու ունես անելիք, բայց չունես երազանք, ծնվել ես կնա են ծաղկից են մյուս ծաղիկը թռի, են մյուսից են մյուսը, քու մեղրը արտադրի, քեզ էլ քու փայը կտան կապրես, Երազանք բառը հետաքրքիր էր այստեղ։ Եթե դու մտնում ես այգի, որը քարերով պատված է, եթե դու չես տեսնում այդ ծաղկուն այգին բերքարատ ծառերով, դու չես սկսի առաջին իսկ քարը հանել մաքրել։ Այսինքն դա երազանք է, դու պետք է պատկերացնես, թե ինչ ես կառուցում, ինչ պետք է լինի, որպեսզի սկսես քարերից ազատել, հողը մշակել, հողի մեջ ծառի տնկին դնել, խնամել եւ ստանալ այդ բերքարատ այգին։ Առաջնորդը պետության ինչ պետք է անի, այո, ասում եք առաջնորդը ղեկավարը պետության ինչ պետք է անի։ Պետության ղեկավարը առաջի հերթին պետք է մարդկանց հավատ սերմանի, ոչ թե վաղվա, այլ հազարամյակների կտրվածքով եւ հավատի մեջ պետք է տնի ուժի գաղափարը, զարգացման գաղափարը, հզորանալու գաղափարը եւ ոչ թե ասի
մենք ինչպես բոլորը, ոչ, ինչպես բոլորը չենք, բոլորը տեսանք, որ Թուրը թվանքը առած եկավ Իրանի վրա, ասեց, ինչ միջազգային օրենք, ես ինչ եք խոսում, ուժի օրենքն է, մեկը ասեց, բոլորը լսեցին, հիմա են մի քիչ ավելի քիչ ուժ ունեցողն էլ լսեց, են հեչ ուժ չունեցողն էլ լսեց, բոլորը լսեցին, ու են մնացած բոլոր բաները փողոցում կասեին լոլոները, այդ բոլոր լոլոները սկսեցին մոռանալ ու հասկացան, որ այո, գավազանը վեկալած կգա կխփի սրա գլուխ կջարդի, նրա գլուխ կջարդի, ինչ պետք է անես, կասկապտի ունենաս, դեմը գավազան պետք է ունենաս, ու քո ժողովրդին պետք է չասես իրա գավազանը մեծ է, ավելի մեծ գավազան պետք է սարքես, իսկ որպեսզի սարքես պետք է հավատաս քո ժողովրդի ներուժին, պետք է հավատաս, որ քո ժողովուրդն ամեն ինչ կարող է անել, դա է առաջնորդը, դու պետք է քաղաքացիներից ազգ կերտես, ոչ թե ազգից քաղաքացիներ կերտես, ու ասես, մենք ես քաղաքակրթություն ենք գնում, բայց այդ քաղաքակրթությունները գնում ու գալիս են, չկա քաղաքակրթություն, որ ասես, թե այսքան ժամանակ եղել է և հավերժ լինելու է, չկա այդպիսի բան, բայց կան մեռնող քաղաքակրթություններ, որը մենք գիտենք, այսինքն եկե հասել են մի պահի և այդ քաղաքակրթության բոլոր արժեքները զրոյացվել են, իսկ այն արժեքները, որը գալիս են քո արմատներից, արյանը թե շարունակվում է, ինչ պետք է անի առաջնորդը, պետք է այսօր դներ վարքականոնի խնդիրը, որն է հայի վարքականոնը, ոչ թե քաղաքացու, հայի վարքականոնը, հայ մարդու, և եթե կլներ այդ վարքականոնը, արդեն ոչ մեկը չեր ասի, թե հանցագործությունը շատացել է, որտեղ վարքականոնը քեզ ստիպում է ապրել այդ վարքով, որտեղ կա արդեն հասարակական ճնշումը, իսկ նորից այստեղ հոգևորի հարցն է, հոգի ունեցող մարդը, կապրի տրանով, մնացածը կամաց։ Շնորհակալ եմ, պարոն Մելքոնյան, զրույցը կարելի է շարունակել մեկ այլ ձեր հեքիաթի հիման վրա, եթե պատրաստ եք մեկ այլ հեքիաթ մեկ օր ևս ներկայացնել, ուրախ կլինեմ։ Ես պատրաստ եմ, շնորհակալ եմ։ Այսպիսին էր այս հաղորդումը, շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Հրայր Մելքոնյանի հեքիաթն էինք լսում Թոր թագավորի մասին, ու շատ հետաքրքիր էր, որ 11-ամյա պատանի երեխան, արդեն 11-ամյան փաստորեն բավականին խելացի է, որ կարողացել է հասկանալ հեքիաթի իմաստը, շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ եմ։ Դուք շարունակում եք սա դպրոցներում ներկայացնել, քննարկումներ անել, եթե հրավիրում են, բայց երեխաները կարդում են եւ քննարկում են այս ամենը։ Կա YouTube-ում ռադիո հեքիաթ էջում, բավականին շատ դիտումներ եւ լսում։ Դա ռադիո հեքիաթն է դրել, ես չէ։ Ես հələ չունեմ։ Շնորհակալություն զրուցում եմ ես Գայան Արաքելյանս։ Բարինա ձեզ։